Այն հին ուխտը որ նայում ես Արթուր իրոք միացած պատկերացրա, նայում ես անհատներին էր մոտենում Աստված։ Այո, մարգարեներն էին էլի միան։ Չէ, միջև մարգա այն բաններ Աբրահամ, Իսահակ, Հակոբ, հետո Մովսես ու հрьян Աստծուն չգիտեր Եգիպտոսում։ Մովսեսն էլ այդ Աստծուն չգիտեր։ Էսի մի ուրիշ նյութ է, իրանք պաշտում են, եսի ինչ ցուլ մուլ բան էին պաշտում։ Եվ երբ որ Մովսեսին հայտնվում ասում է ես եմ Աբրահամի, Իսահակի, Հակոբի Աստվածը։ Եթե ինքը այդ Աստծուն գիտեր, ինքը չէր հարցնի, «Էդ ով է, անունդ ի՞նչ է»։ Որտեվ ինքը զարմացավ, բայց Աբրահամի, Հակոբի, Իսահակ իրանք ծանոթ չէին, մոռացել էին։ Հասկացա՞ր։ Դրա համար ասում եմ, ինչ ասեմ, գնա ասա ես եմ որ եմ։ Գնա քարոզի ժողովրդին, չէ՞։ Եթե իրանք գիտեին, ինչու պետք է գնար քարոզեր, խոսար, բացատրեր։ Մի հատ հարց տամ էլի Հայր Սուրբ ջան, որ այսքան թեմայից մի քիչ շեղվեցինք, բայց հենց այս շեղված հարցերից մի հատ տամ էլի, քանի որ հասել ենք ստեղ։ Իսկ ինչի էր հենց այդ ժամանակներում հենց այդ ցուլերի վրա գրած այն անունը, ինչ որ հիմա մեր մոտ այսօր ասենք Աստվածաշնչում ասում են դա Աստծո անունն է։ Նայ, այս Յահվե հասկացողությունը դա կռապաշտական չաստվածների թեմա է եղել, որ հрьяաները պատկերացրել են, որ Յահվեն իրանց աստվածն է, ցուլի պաշտամունքը Յահվե անունը շրջանառվում էր։ Ու երբ որ ինքը Աստված գալիս հայ բացվում է, ու Մովսեսին տանում է Սինալերը բարձրացնում է 40 օր, սրանք իրանք գալիս են ինչի համար, որ Աստծուն զոհաբերություն անեն, անապատի մեջ, չէ՞, ասում են փարաոնին բաց թող մենք գնանք բան Աստծուն զոհաբերություն անենք, չէ՞, մեր Աստծուն։ Եթե իրանց մեջ ապրում էին, իրանց նույն աստվածներն էին պաշտում, հասկացա՞ր։ Իրանք բան էին անում, ասում են, դե որ Աստվածն է։ Ու երբ որ գալիս են մեկ էլ Մովսեսը կորում է, սրանք ասում են, ախպեր, եկանք, այս Աստված մեզ ով ազատեց։ Դրին ցուլի պատկերը ստեղծի։ Իրանք գիտեին, որ այդ Աստվածն է իրանց սпасը, ազատողը։ Այսինքն իրանք չէին սպասում որ դա կենթանի Աստված է, իրանք էլի գնացել են իրանց հին կռապաշտությանը։ Իրանք գիտեին այդ Աստված, որտեվ եթե իրանք ճանաչեն, ստեղ այդ նուրբ բանն է, ոչ թե իրանք մեկ են հեթանոս դառան։ Իրանք էին Աստված իրանք 40 տարի անապատով ման տվեց, տարավ ժողովուրդ դարձրեց, ինչ բան պետություն տվեց, տաճար տվեց, պաշտամունք տվեց, օրենք տվեց, իրանք մարդ չդառան, այսինքն մարդ Աստծո մարդ չդառան։ Ինչու, որովհետև այն բան կա, չաս աղջիկը գյուղից գնաց, գյուղը բայց մեջը մնաց, տենց էլ սրանք Եգիպտոսից հելան, բայց Եգիպտոս իրանց մեջ միշտ մնաց։ Դրա համար իրանք անընդհատ գնում էին կռապաշտություն էին անում, որտեղ իրանք տենց էլ Աստծուն չճանաչեցին։ Դրա համար Աստված, երբ որ իրանք անդուն ասում են դու Յահվեն ես, մահա լավ, ես Յահվեն եմ, դուք ոնց ուզում եք ընկալեք, ու այդ բանով ինքը դաստիարակում էր իրանք, որpեսզի իրանք հասկանային, եթե Յահվե անունից, բայց այդ Աստվածը ինչ է ուզում։ Ինչ կարող էսի տարօրինակ է հնչում, ասեք Յահվե, Յահվե, ես տենց մի վիդեո ունեմ, ռուսերենով է չնայած, եթե ցանկացողները կուզենան կդնենք, թող նայեն, ընկերոջս հետ այդ թեմայով խոսել ենք։ Դրա համար Աստված իրանց բերեց, որ ի վերջո, այս նրանք չեն հասկանում, բերեց Քրիստոսին, իր միածին որդին։ Իր միածին որդին բերեց եւ իրան ասում են դու հորդ ցույց դու հերիք ասում ես կամ վախտը ձեր հետ եմ օրես չեք տեսել ես անում եմ այն ինչ որ իմ հայրս անում դրա համար Աստված ինքը ուզեց փրկել իր մարդկությունը դժոխքից փրկեց մեղքից փրկեց եւ այս ցույց տալով սա ոչ թե հրյա ժողովրդի պատմություն է այդ Աստծո սիրո պատմությունն է ինքը ոնց է հանդուրժ է համբեր է հրյա ժողովրդին դե կարդում ես այսքան վաղ ներեցի այս արեցի ձեր հետ ուխտ ստեղծեցի եւ վերջում ասում է ես նոր ուխտ պետք է ձեր հետ կազմեմ